լավագույն փորձագետ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, փորձաքրեգիտական բաժանմունքի, հատկապես կարևոր հանձնարարություններով խաղաղ փորձագետ, ոստիկանության մայոր Գորմ Հայրապետյանին։ Լավագույնին ընտրելիս հատուկ հանձնաժողովը հաշվի է առնում թեկնածուի կատարած աշխատանքի ծավալը և որակը փորձաքննության և դեպքի վայրի զննության ընթացքում։ 2022 թվականի լավագույն փորձագետ Գոռ Մկրտչյանի աշխատանքի ծավալը մեծ էր ու աչքի ընկավ նաև որակով։ Բերենք միայն մեկ փաստ՝ նրա մասնակցությամբ քրեական գործերով կատարված քննությունների արդյունքում որևէ դեպքով կրկնակի փորձաքննություն չի նշանակվել։ Սա հենց բարձր որակի ապացույց է։ 2008 թվականից ընդունվել եմ ոստիկանության համակարգ, որպես փորձագետ պաշտոն եմ զբաղեցրել Սյունիքի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքում։ Ընթացքում աշխատելով փորձագետի պաշտոնում հասկացել եմ, որ այն իմն է, դուրս գալիս է։ Ես կարող եմ այդ հաստիքը զբաղեցնել և աշխատել։ 2016 թվականին եռամսյա դասընթացներն ավարտելու արդյունքում ստացել եմ դատաձգաբանական և դատապայթյունատեխնիկական փորձաքննություններ կատարելու իրավասություն։ Բոլոր մասնագիտությունների նման փորձագետի աշխատանքում էլ կարևոր է փորձը։ Կրթությունից զատ տարիների հետ ձեռք է բերվում հմտություն, ինչին նպաստում են ստորաբաժանման մթնոլորտը, փորձը փոխանցելու ավագ ընկերների պատրաստակամությունը։ Շատ հմտություններ, ինչպես ինքն է հավաստում, Գոռ Մկրտչյանը ձեռք է բերել հենց աշխատանքի տարիներին, նաև ավագ ընկեր ու ստորաբաժանման ղեկավար Արարատ Նավասարդյանից։ Հատկապես երևաց իր աշխատանքի արդյունավետությունը 2016 թվականից երբ ստացավ համապատասխան փորձաքննություններ կատարելու իրավասություն, հատկապես ձգաբանական և դատապայթյունատեխնիկական փորձաքննությունը, որը շատ անհրաժեշտ էր մեր մարզի աշխատանքները կազմակերպելու համար։ Այս տարիների ընթացքում Գոռը ձեռք է բերել բարձր պրոֆեսիոնալիզմ և հմտություններ, բայց այսօր էլ ցանկացած օր, ցանկացած ժամ երիտասարդական ավյունով մեկնում է դեպքի վայր և իր առջև դրված խնդիրները կատարում բարձր մակարդակով։ Ժամանակակից աշխարհում գիտությունը և տեխնիկան զարգանում են շատ արագ, գրականությունը, որով առաջնորդվում ենք, հնարավոր չէ այդքան արագ խմբագրել, ուստի մենք միշտ մեր աշխատանքի ընթացքում մեր ավագ և ավելի շատ մասնագիտական ստաժ ունեցող գործընկերների հետ խորհրդակցում ենք, փորձի փոխանակում ենք կազմակերպում, համացանցն ենք օգտագործում, փորձաքրեագիտական վարչությունում հաճախակի կազմակերպում են հավաքներ, որտեղ գնում ենք, մասնակցում ենք և նոր նյութերի հետ ենք ծանոթանում, որոնք օգտագործում ենք մեր աշխատանքը կատարելու ժամանակ։ Դեպքի վայրից վերցված հետքերն ու առարկաներն ունեն ապացուցողական մեծ նշանակություն, բացի այս փորձագետի հետազոտման արդյունքները հաճախ նպաստում են հանցագործության բացահայտմանը։ Քիչ չեն դեպքերը, երբ Գոռ Մկրտչյանի պրոֆեսիոնալ զննության և հետազոտման արդյունքում բացահայտվել են հանցագործություններ։ Այդպիսի մի դեպք էլ բացահայտվեց 2022 թվականի մայիսին։ Ավելի ճիշտ դեպք էր, թիրախ էին դարձել սրճեպ ավտոմատ սարքերը։ Հիշում եմ այդպիսի մի գործ, սուրճի սարքերից հաճախակի գողություններ էին կատարվում և մեկ հերթական գողության դեպքի ժամանակ մեկնեցինք դեպքի վայր, այդ սուրճի սարքի վրայից դուրս եկավ մատնահետք, որը պիտանի էր նույնականացման համար և որոշակի ժամանակ անց համընկնում տեղի ունեցավ և հանցագործությունը բացահայտվեց։ Աշխատանքի բերումով փորձագետները միշտ համագործակցում են այլ ստորաբաժանումների աշխատակիցների և քննիչների հետ։ Դեպքի վայրի զննությունը կատարվում է հենց քննիչի ղեկավարությամբ, փորձաքննությունները նշանակվում են հենց քննիչի կողմից։
Գոռը օպերատիվորեն արագ արձագանքում է դեպքի վայր իր մեկնելու մեր բոլոր հրավերներին, այսպես ասած։ Եզրակացությունները տալիս է հնարավորինս արագ եւ դա որևէ կերպ չի անդրադառնում նրա տված եզրակացությունների օբյեկտիվությանը եւ հենց իր աշխատանքի որակն ու արագությունը քննության հետագա ընթացքի համար մեծ նշանակություն է ունենում։ Փորձագետը համագործակցում է նաև տարածքային ստորաբաժանումների ու մարզային վարչության օպերատիվ աշխատակիցների հետ։ Թեև ես ու Գոռը երբ ճանաչում ենք մանկուց, Սիսիան համայնքում եք ծնվել մեծացել, սակայն որն ավելի լավ ճանաչեցի ես, երբ որ արդեն ոստիկաններ էինք երկուսը, մեր մարզի բոլոր փորձագետները իրենց գործի վարպետն են, սակայն երբ որ մեկնում ենք դեպքի վայր եւ իմանում ենք որպես փորձագետ դեպքի վայր է գալու Գոռը, մենք ներքին համոզմունք եւ վստահություն ենք ունենում, որ այս դեպքը նաեւ Գոռի օգնությամբ անպայման բացահայտվելու է։ Համագործակցությունը մարդու էության մեջ է, ոչ միայն մասնագիտության բերումով, կյանքի բոլոր ոլորտներում է մարդ ապրում ու հաջողության հասնում համագործակցությամբ։ Տեսանյութը պատրաստելի շատերն էին ցանկանում նշել նաև Գոռ Մկրտչյանի մարդկային կողմերը, հավատացնում էին, որ նա լավագույնն է բոլոր առումներով, բայց դա դուրս է մեր թեմայից։ Ուստի մեզ մնում է միայն Գոռ Մկրտչյանին մաղթել նորանոր հաջողություններ ու ոչ միայն մասնագիտական կյանքում։